Շատ կովելի և ոգեբնթիչ է, որ նոր դարին գսկսինք նոր հերանգարային քայլերով իսպիրուս աշխարհի ինչպես եւ նաեւ մայր հայրենիքներս նաեւ կովելի այն փաստը որ մեր ժողովուրդը աննախընթաց զարթոնք կաբրի աննախընթաց ինքնակիդակցության արշավ գազմագերված է եւ ինչպես որ պրոֆեսոր Գագիկ Սաֆարյանը անցյալ օրը բարձրացանեց սա աննախընթաց խաչագրած արշավանք է հայը հային համար ուրեմն հազարավոր դասնյակ պետք է որ այնպես կթվեր որ դասնյակ հազարավոր հայեր Հայաստանի քաղաքացիներ մասնակցեցան այդ ուխտ երթին որ գազմագերված էր հավատացյալներու գոմե գլխավորությամբ իսկական քրիստոնյա հավատացյալ Հայաստանի Հանրապետության հավատացյալ եւ քրիստոնյա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուրեմն պետք է ասել որ վերջին 1000 տարվա մեջ առաջին անգամն է որ հայ ժողովուրդը եւ հատկապես հայ քրիստոնյան ասկային դան աբանեխացման այսինքն միկրոբներու վերացման ինքնամաքրման կորձընթացը սկսած է անի անգումեն իվեր սա առաջին անգամն է որ հայը վերանայման գենթարգե ներգայիս այնպիսի ժամանակներ գաբրինք բարեփոխտապար մեկ մյուսին երևեն թրական զարգացումներու ոչ միայն ագանադես կլանք, այլ մասնագետները կլանք, այլ երկրաչափերը, գերդողները կլանք։ Եվ այս մասով պետք է ասել, որ շատ կովելի է, որ վերջերս ի արձագանք Լոս Անջելեսեն բարձրացնող այն բարի մտքերուն նաև միացած են այլ հրաբարակախոսներ, սրտցավ եւ հավատացյալ հրաբարակախոսներ, ինչպես նաեւ pedagogan կորձիչներ հանցինս արժանապատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ժամանակը եկած է, որ հայ ժողովուրդը եւ հատկապես հայաստանյաց արաքելական եկեղեցու հետևորդները հայ եկեղեցու բարեկարգման աշխատանքները առավել ծավալեն, որովհետեւ իր բարեհաճող լրումին հանգեցնեն։ Պետք է ասել, որ 2015 թվականից սկսյալ հայաստանյաց արաքելական եկեղեցու այլ խոսքով հայ եկեղեցու բարեկարգման շարժումը սկսած էր առավել զիլարցակվել եւ 2018-ին արդեն նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը սկսավ Հայաստանենես ի արձագանք հայ եկեղեցու բարեկարգման այդ շարժումին եւ այսպեսով այսօր ինչպես օրենքներն կսեն fast forward այսօր ունենք այնպիսի թրագան հերանգարային իրականություն որ մենք իրավունք չունենք ցախողվելու եւ վերջերս նաեւ բացի այդ 10 եպիսկոպոսներեն նաեւ վերջերս հոգեվորականը միացավ այս պայքարին ես պիտի առաջարկեմ որ իմ զրուցակից Ոսկան Մխիթարյանը այդ մասին զեկուցե Բարոն Չապարյան ուրախալի երևույթ է որ այս 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսներուն միացավ նաեւ Զվիցերիո առաջնորդական դեղաբահը հանցինս Քուսան Զայրակույն վարդապետ Ալջանյանի քաչություն ունեցավ բաց կերպով հայտարարելու որ ինք գմաստակցի այդ 10 բարձրաստիճան եկեղեցականներուն որովհետև գահավատա խորաբես գահավատա որ հայ եկեղեցին բարեկարգության պետք ունի բոլոր անոնք որոնք արիթ ունին լավ գլավոր Պետրոս Ղազարյանի հետ Քուսան վարդապետի հարցազրույցը անպայման թիդեն որովհետև այդտեղ բավական լուսապանություններ կան ափսոսանքը հոն է որ Քուսան վարդապետի հայտարարութեն են
ամիջապես հաջորդ օրը, որովհետև Քուսան վարդապետ կպատկանի Երուսաղեմի զինվորյալ միապանության, Նուրհան Բադրիարք ամիջապես գսաստեզիկ ասելով, որ եթե հետս չգոչես քու հայտարարություններդ լավ արդյունք չեն ունենար այս բոլորը։ Մեկ խոսքով կփորձե վախեցնել։ Անշուշտ Քուսան վարդապետ անթրթվելի կմնա եւ մենք կքննադենք իր քաչարի գեցվածքը այս բարակային։ Մեզի համար սիրելիներ զարմանալին այն է Նուրհան Բադրիարքը, որ 2014 թվականին քաչություն ունեցավ նամակ հղելու Կարեքին երկրորդ կաթողիկոսին ասելու, որ քու աշխատալավ ոճդ չհամընկնիր հայ եկեղեցվո կանոնակրության հետ եւ այս ընթացքը եթե պիտի շարունակեք այս ծավով լավ գլավ որ թուք ասես գարկազուկ հրճագեք այս նույն Բադրիարքը դակավին վերջերս մի քանի ամիս առաջ իր զորակցությունը հայտնեց Կարեքին երկրորդ կաթողիկոսին։ Սիրելիներ, գրնալալ որ մենք ուրիշ բան մտածենք, եթե ոչ այն իրողության մասին, որ Նուրհան Բադրիարք մխրջված է, չեմ ուզեր ասել քողության մեջ, բայց պիտի ուզեմ ասել այնպիսի կորձարկներու մեջ, որ Բադրիարքությունը հարցականի դակ գտնե, Բադրիարքության քոյությունը հարցականի դակ գտնե, բոլորդալ ձանոթ եք գովերու բարդեզի հարցին, ինչու Կարեքին երկրորդ կաթողիկոսին զորակցությունը գուզե ունենան, գրնալալ որ իր մեղքերը ծածկելու համար է, մեկ պետք ունի հիմա, որ իր գադարած սխրագործությունները ծևով մծածկ է, ամոթ իր է, շատ կծավի մսելու, մոդեն կջանշտամ ես, զինք կջանշտամ այն օրեն, որ երբ Գիլիգո կաթողիկոսության Թեբրևանքի աշակերտ էր, Արամ կաթողիկոսի տասնգեր եղած է, որ մենք ետ մեկնազեր Հալեբ, դարիներ ետ լսեցինք, որ կնած Երուսաղեմ և այդտեղ միապան եղավ։ Այդ բոլորը մեկ դիտվնենք։ Այսօր Քուսան վարդապետ քաչություն ունի հայտարարելու և գսկա գարիքը, որ հայ եկեղեցին բարեկարգության պետք ունի։ Ինչն ասոր մեծ սխալներ, սիրելիներ, դարիները վեր կքրենք և կխոսինք այս մասին։ Հայ եկեղեցին փռնագալի մցերքն է այսօր։ Թագավորը ինքն է, թադավորը ինքն է, թահիճնալ ինքն է։ Հետևաբար ժամանակը հասած է և բարդավոր ենք ցախ ու աջ շնայելու և բոլորս համախմբված աշխատանք տանելու այս բոլոր եկեղեցականներու գողքին ենալով առաջարկել, որ հայ եկեղեցին բարեկարգության ճամփան բռնե օրինական ծավով։ Բարոն Մխիթարյան, մի քանի ամիս առաջ, երբ բավականին ասենք ուրախություն պատճառած էր մի քանի արքեպիսկոպոսներու համախմբումը հայ եկեղեցու բարեկարգման գաղափարին շուրջ եւ նաեւ ավելի կարեւորը Կարեքին Գդրիչ Ներսեսյանի հերացումը բանջող այդ աշխատանքներուն որոշ ասենք pedagogan շրջանակներ եւ նաեւ հրաբարակախոսներ այն հույսը դածեցին, որ ավասիկ շատ մոդալուդ է Գդրիչ Ներսեսյանի հերացումը եւ անշուշտ մենք թշպախտապար իմանալով Գդրիչ Ներսեսյանի էությունը եւ նաեւ իմանալով հանգամանքները այն ժամանակ մենք առաջին եղանք ասելու որ Գդրիչը այս մոդելացիայով պիտի չհերանա եւ այն ժամանակ մենք բարձրացանեցինք որ պետք է գամ ասկային եկեղեցական ընդհանուր արդագար ընդհանուր ժողով կազմակերպվի գամալ եւ նաեւ կարելի է զուգահեռ
Գդրիչ Ներսեսյանը թադվի որպես հանցակորձ քաղաքացի, որում մասին իրավաբան մարմինները մեծ դարողությամբ լայնամասշտաբ փաստեր ունին։ Ինչ կսեիք այս մասին։ Ճիշտ է, որ Քարեքին երկրորդ կաթողիկոս անթրթվելի կմնա այս բարակային եւ ցեվում այս շարժումը կփորձե փագուղի մեջ պահել։ Բայց լուծումներ կան։ Ըլլա ադիգա եկեղեցական ընդհանուր ժողովի ջամփով, որում ինք միշտ խոչընդհատ է, որովհետև 25-26 դարիներու ընթացքին երբեք ցանկություն չի հայտնած, որ ասկային եկեղեցական ժողով դեղի ունենա, որովհետև ինք շատ լավ գիտեր գլխուն քալիքը։ Հետևաբար, հիմա որ այս շարժումը ընթացքի մեջ է եւ բադահի, որ ուղագի կանոնական եկեղեցական ցևով չգարենան հաջողել մեր սիրեցյալ այս քաչարի եպիսկոպոս arczepiskopոսները գմնա անտին մեկ լուծում իրավաբան մարմիններ իրենց ցերկերուն ունին ինչպես հայաստանցիները գսիրեն ասել կոմպրոմատներ այնպիսի շոշափելի դվյալներ որ Քարեքին գաթողիկոս անգասկած որ ջաղերու յեդին բիդի երևնա ինչպես իր արփանյակները որոնք այսօր ջաղերու յեդին են մեր մտքի մեջ կասկածե վեր է անտին է որովհետև Քարեքին գաթողիկոսի օրով բադայեցան սպանություններ օրինական խախտումներ այն զեղծարարություններ տրամական հարցեր այս բոլորը արդեն բեդության ցերկգան արարգայական ցևով ցերկգան հետևաբար եթե չհաջողի եւ ինքը խելացի չգտնվի հերանալու հանգստյան գոչ եղած է իրը չհերանա կասկածը վեր է որ բեդությունը իրավաբան մարմիններով պիտի իրակորձե այն ինչ որ արդար է իր նկատմամբ որովհետև հսկա զեղծարարություններու քակատնագետին հասցուցած է այս արիթով նաև գարժե մեր թիդոներուն հիշեցնել որ եթե Քուսան Վարդապետի հարցազրույցը մտի գնեք հոն արդեն հստակ կերպով գսե թե Քարեքին գաթողիկոս ինչպես յուրացուցած է հարյուրավոր միլիոններ եւ այդ բոլորը անվանդակ բահած է այդ բոլորը կպատկանի մայր աթորին այլ խոսքով ասկին որովհետև չկա հաշվետվություն չկա թափանցիկություն այս բոլորը նկատի պիտի առնեն բարոն Չապարյան մեր իրավաբան մարմինները եւ զինք պիտի գոչեն դադարան կանչեն եւ հաշիվ բանչեն այս բոլորը որոնք ի վերջո զինք պիտի հանգեցնեն ջաղերու յետին Այո, իհարկե պետք է մենք շատ աչալուր չլանք եւ բնթենք մեր ժողովրդի, մեր զնյալ իրավունքի վրա, որ Քարեքին երկրորդ, Քարեքին B Գդրիչ Ներսեսյանը եւ իր գլանագիցները, որոնք բազմաթիվ հանցագործություններում մեջ սերնամուխ եղած են, թրամի լվացում է բռնած ասենք դրագի քարտելներու հետ համագործակցության հետ գված իրենց ամիջական գծորդներու մասնակցությամբ օրինակի համար անոնք որոնք հետևած են լրատվության մենք հստակ կերպով գիշենք Հունաստանի մեջ մի քանի տարի առաջ ինչպես սպանվեցավ Գդրիչ Ներսեսյանի եւ իր եղբոր Եզրաս Ներսեսյանի ամիջական գծորդ Հարթենյանի սպանությունը որովհետև ըստ երևույթին Հարթենյան լայնամասշտաբ drug dealing-ի, ասենք դրագի արևդուրի մեջ մտածեր եւ անշուշտ պետք է ասել որ վերջին տարիներուն ի քնահատում Հայաստանի իրավաբան մարմիններուն բազմաթիվ գործողություններ իրականացվեցան երբ աբորինի դրագի ասենք քարտելներու շրջանառությունը գասեցվեցավ Հայաստանեն ներս
Իհարկե մենք պետք է ասենք, որ մեր սիրելի հերոստա թիդորներում պետք է հայտնենք այն փաստը, որ մենք պատմական օրեր գաբրենք, երբ Ամերիկայի մեջ լայնածավալ բادرազմ սկսած է drug dealer-ներուն թեմ, որոնք կսպանեն ամեն օր միլիոնավոր ամերիկացիներ, տասնյակ հազարավոր ամերիկացիներ, արդեն այդ բادرազմը սկսած է միջազգային մասշտաբի վրա ավելի զարգանալ եւ ըստ երևույթին թշպախտաբար նախկին սովետի երկիրներն ալ զեր չեն մնար թիրախավորվել է նույն ինքն Հայաստանը, ուրեմն մենք պետք է շատ աչալուր կերպով վերահսկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն անվտանգությունը եւ այս արդիվ Գդրիչ Ներսեսյանը եւ Եզրասը այս տիպի գործողություններու մեջ ցերնամուխ լալու փաստերու անպաստանության ներքո գտնվին իսկ ինչ կվերապերի իրենց Ամերիկայի Միացյալ Նահանգներու ամիջական գլանագից Հովնան Դերդերյանի, ապա ուրեմն շատերս կհիշենք, թե ինչպես միլիոնավոր դոլարներով փորձեց գողոպտել եւ անշուշտ շինարարության ասենք բادرվագիդակ եկեղեցիներու նոր շինարարություններու հատկապես Սենտ Լիան Սուրբոց Ղևոնդյանց դաջարի շինարարության արդիվ ինչպիսի միլիոնավոր դոլարներ շոկիացան ուրեմն այս մակրակորձումը որ մեր ժողովուրդը գեդաբնթե պետք է որ աչալուր կերպով նկատի ունենա թե երբ Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանի Եզրասի եւ Հովնան Դերդերյանի մաֆիան հանգստյան ճագերդյալ հանգստյան կգոչվի պետք է մենք ամեն կերպ իրականացնե մեր ժողովուրդը այն նպատակը որ այս մարդիկը իրենց թալանով ճագերդյալ հանգստյան չգոչվին այո մենք քրիստոնյա ենք հավատացյալ քրիստոնյա ենք ներել գիտենք բոլորս ալ մեղավոր ենք պես որ վարչապետը ասավ բայց atkanal abuş չենք որ գարկմը գերց հոգեվորականներու գողմե գերց խոստովանանքի շղարշիդակ ձխած զածգույթի դակ իրենց հրաբարագի վրա մնալը հավերժականացնենք ադի կներեք բայց աբուշությունը այլևս ուրեմն մենք պետք է ամեն կերպ ինքնա մակրման ապա նեխացման այս կորզունեությունը իր լրումին հասնենք եւ հատկապես ուշադիր պետք է ելանք որ քանի որ 2026-ի ընտրությունները ճակատագրական ընտրություններ բիլան խորհրդարանական ընտրությունները ապա ուրեմն մենք առավել եւս ըսկոմ պետք է ելանք որ եւս մեկ հոկտեմբեր 27-ը չկործադրվի որովհետեւ հոկտեմբեր 27-ը 1999-ի այդ լայնածավալ մարտահրավերները որ կատարվեցան ասկային ժողովեն ներս գլխադեց հայկական պետականությունը եւ մենք գրեթե 30-35 տարի յետ մնացինք անորամար է որ այն արհավիրքները որ մեր գլխուն եկան շատ նորմալ է քանի որ քողաբեդություն մեջտեղ եկավ եւ երկրորդ եւ հատկապես երկրորդ եւ երրորդ նահանգները Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ղեկավարեցին Հայաստանի ոչ միայն թալանը նաեւ սփյուռքին անշուշտ բայց նաեւ Հայաստանի հայաթափումը գազագերբեցին իսկ ինչ կվերապերի Գդրիչ Ներսեսյանին եւ իր գլանին ապա Գդրիչ Ներսեսյանը իր հերթին հավատացյալներու արդահոսքը գազագերբեց Հայաստանյաց արաքելական եկեղեցիներս ուրեմն արդահոսքը ոչ միայն գասեցնելու հրամայականի արչևենք բարոն Մխիթարյան այլ մեր հավատացյալները մեր հերոստատիդող հայրենագիցները հավատագիցները հարց կուտան ինչ է այն մեխանիզմը ինչ է այն կորձելավոճը որ մենք ներհոսքը իրական ռեալ կերպով իրականացնենք ոչ թե միայն ասենք տասնյակ հազարներով ուխտեր գազմագերբենք այլ հայաստանյաց արաքելական եկեղեցու զավակները կորձնական մասնակցություն ունենալ բոլոր թեմերներս եւ հատկապես Հայաստանի մեջ ազատագրվելիք
բոլոժենիան ազդակրվելիք թեմերներս։ Ինչ կսեիք այդ մասին։ Այս արտնությունը մեր ժողովրդի մեջ անպայման պետք է ստեղծենք։ Եվ մի անգամ միշտ մեր ժողովուրդը հասկանա, որ եկեղեցին ինքն է։ Եվ որբեսի գարենա եկեղեցին գայդարը լալ, արթունը լալ, եւ իր զարայական թաշտի մեջ արդյունք տա։ Այդ է անպայման իր մասնակցությունը բերե։ Բիդի թատրին այդ օրերը, դագավին այդ օրերում չենք, որովհետև դագավին նոր Կարեկին երկրորդ կաթողիկոս այս դժվար օրերում, այսպես կոչենք, զվիցերիո համար նոր առաջնորդ կնշանակե։ Իր մանգլավիկները մեկ առաջնորդ պիտի, այսքան տարի է զվիցերյան առաջնորդ չունի։ Բայց հիմա, որտեղ Քուսան վարդապետ հայտարարեց, որ ինքը զորակցի 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսներուն, արդեն որոշված է նոր եպիսկոպոս մդիկա։ Սիրելիներ, ասիկա պետք է թատրի։ Ոչ միայն այդտեղ Հայաստանի բոլոր թեմերը նշանակված են։ Թուք բիդի ուզեք ով ըլլա ծեր հոգևոր առաջնորդը։ Ըլլա այդ քահանա, ըլլա թեմական առաջնորդը։ Այս սովորությունը մի անգամ միշտ պետք է թատրի։ Մեր եկեղեցին ժողովրդավար եկեղեցի է։ Եվ որպեսի հաջողցնենք իրականության վերածենք այս մեր խնդրանքը առաջարկը, բոլորն պետք է ծեր մոդագա եկեղեցիներուն անդամ մնալ։ Չի կարելի լուսանցքի վրա մնալ, ինձ ինչսելով հերում մնաք։ Պետք է մաս եւ բաժին դառնաք եկեղեցվո բոլոր կորձունեությանց։ Ըլա հոգևոր, ըլա աշխարհիկ։ Եթե ծեր մասնակցությունը բերեք, այդադեն ցույց կտակ, որ իսկապես դուք կհավատաք եկեղեցվո առաքելության եւ դերնեք։ Եթե մասնակցիկ անդամ դառնաք ծեր մոդագա եկեղեցիներուն, կարևոր չէ, այս միազնական թեմը կամ գիլիկյան թեմը։ Դուք բարյական բարդավորությունը կստանցնեք ծեր թեմականները առաջ ընդրելու, ինչպես նաեւ ծեր առաջնորդները, նաեւ ծեր հոգևոր հովիվները։ Այս անդարբերությունը պետք է թատրի սիրելիներ, ըլլա հայրենիքներս, ուր ինչպես ասի թակավորը, թադավորը եւ թահիջը ինքն է, այս բոլորը մի փոխվի, գահուսանք, որ նոր արժանավոր իսկական հոգևոր հայրաբետը անգամ եւս վեր կբարձրացնե մեր օրենքը, այլ խոսքով օրենքի ամբողջականության, կորձածության գահավատա խորաբես, այն ադեն եկեղեցին գահաչողի իր առաքելության մեջ եւ խորանի ջամփով գսպասարգե իր ժողովրդի բոլոր հոգևոր գարիքներուն։ Ինչպես որ բարոն Մխիթարյանը նշեց, կենսական է, որ յուրաքանչյուրս զխական անդամ դառնանք եւ զխական անդամ դառնալով իրավունք կունենանք ընդրելու կամ ընդրվելու որպես պատգամավորներ յուրաքանչյուր թեմաներս։ Եվ այդ մեխանիզմը այդ կորձելավոճը արդեն գոյություն ունի ազատ աշխարհի մեջ։ Հիմա ինչպես որ մենք ամիսների վեր կբարձրացնենք այդ կարևոր առաջադրանքը, որ բոլոժենյան արմադախիլ ըլլա Հայաստանենես եւ ընդհանրապես բոլոր նախկին սովետի ասենք տարածքներս այլ եւ հատկապես Հայաստանի բարակային ըստ երևույթին ներգա ասենք ներգաթրությամբ Կարեկին բն ինքն է որ գնշանագե պատգամավորներուն, ինքն է որ գնշանագե թեմագալ առաջնորդներուն եւ սա դիկտատորա է, որովհետեւ ցարական Ռուսաստանի օրով ստեղծված է ի հագաբատկեր արեմդա Հայաստանի կորձելավոճին, իսկ արևելյան Հայաստանը ռուսական ասլության կոդիեններս ցարական Ռուսաստանի բոլոժենիայի կմահաճույքին ենթարկված է եւ այդ ծևով Հայաստանից առաքելական եկեղեցին իր ժողովրդավարական համագարքը գործընթացած է։ Հիմա ժամանակն է, որբեսի հատկապես Հայաստանի մեջ բոլոր թեմերը ազդակրվին եւ
կարեկին բն եւ իրեն հաջորդող գաթողիկոսը լիազորություն չունենա այլևս թեմագալ առաջնորդներուն նշանակելու եւ լիազորություն չունենա պատգամավորներուն նշանակելու, այլ ժողովրդավարական ղարքով ընդրելու ժողովուրդը հավատացյալները իրավունքը ունենան ընդրելու իրենց պատգամավորները յուրաքանչյուր թեմեներս եւ այդ պատգամավորները գնդրեն թեմագալ առաջնորդին։ Իսկ եթե թեմագալ առաջնորդը օրինակի համար ասենք իր կորձունեության մեջը հանցակործություն գիրականացնե եւ մեղքերու մեջ կինա, ուրեմն թեմի պատգամավորները ընդհանուր, ասենք թեմական ընդհանուր ժողովի ժամանակ կկարողանան աթորազրկել թեմագալ առաջնորդին եւ նույնպես ասենք պետք է ասել որ ժամանակը հասած է որ բոլոր շրջանները նույնպես եւ Հայաստանյաց առաքելական եկեղեցու կաթողիկոսը ընդրվի մեկ պայմանով որ ասենք օրենսդրությունը վերանայվի եւ term limit ինչպես որ գսեն անգլերեն անորալ դրվի ասենք վարչաշրջանի սահմանափակում 2 կամ 3 վարչաշրջանի 5-ն 7 դարվա վրա ադի անշուշտ հետաքայի թեմա է հիմա ամենագենսականը ընթരാճ թեպի 2026 խորհրդարանական ընտրությունները երբ մենք կտեսնենք գերձ ընդդիմության ռսասրուկ ընդդիմության անեացումը եւ փոխարինումը իսկական հավատացյալ եւ հավատարիմ ընդդիմության գայացումը խորհրդարաններս եւ անշուշտ պետք է նաեւ ապահովեցնենք այն առաջադրանքը որ այս թալանչիները ըլլա հայաստանյաց առաքելական եկեղեցիներս ըլլա pedagogan մագարտակի վրա հերացվին եւ նաեւ ենթարկվին բռնականցման օրենքի ամբողջական լիագադար դրամատուրգիան որբեսի մեր ժողովուրդը վերականգնի իր հարստությունը եւ իր զնյալ իրավունքը